Գյումրիում քաղաքային իշխանություն ձևավորելուց հետո էլ հետընտրական կրքերը չեն հանդարտվում։ Հայրենիք կուսակցությունն ու մեր քաղաքը դաշինքն իշխանությանը մեղադրում են մարդագողության համար։ Ասում են ՔՊ-ն ցանկանում է Վանաձորի օրինակով Գյումրիում էլ իշխանություն զավթել։ ՔՊ-ն չի հանգստացել, չի հանդարտվել, չի մարսում Գյումրիում եղածը եւ այս ամեն ինչը ես կարծում եմ դրա հետևանքներն է։ Ամեն ինչ սկսվեց ավականու մեր քաղաքախմբակցության անդամ Կարեն Բադալյանի մանդատից հրաժարվելու, հետո փոշմանելու որոշումից։ Ապրիլի 21-ին Բադալյանը հրաժարականի դիմում էր գրել։ Հաջորդ օրը համայնքի ղեկավարը կազմել է արձանագրություն եւ ուղարկել այն ընտրատարածքային հանձնաժողով։ Ապրիլի 23-ին Բադալյանը նոր դիմում է գրել, խնդրել է անտեսել նախկին դիմումը, նշելով, որ ցանկանում է մնալ ավականու անդամ, բայց խմբակցությունից դուրս։ Արձանագրությունը ուղարկելուց հետո պարզվում է, որ մեր ընկերը փոշմանել է եւ դիմել է մանդատը, այսինքն հետ վերցնելու, որի իրավասությունը, ինչպես արդեն հասկանում ենք, քաղաքապետը չունի հետ արձանագրությունը հետ կանչելու կամ նոր արձանագրություն կազմելու իրավասություն չունի օրենքով սահմանված կարգով։ Մինչ օրս Կարեն Բադալյանի հետ ոչ մի կերպ կապ հաստատել չի ստացվել, մեր խմբակցության անդամները չեն կարողացել կապվել Կարենի հետ։ Մի քանի օր անց արդեն նաև տեղեկանում ենք, որ դատական process-ները սկսվել, այսինքն դատարան է դիմել, թե դատի է տվել, որպեսզի մանդատը վերականգնի կամ բողոքարկի կամ բողոքարկեն քաղաքապետի արձանագրությունը։ Մարտուն Գրիգորյանը վստահեցնում է, որ ավականու անդամի հետ որևէ խնդիր չի եղել, լավ հարաբերություններ են ունեցել։ Անգամ փորձել է համոզել, որ Բադալյանը վայր չդնի մանդատը, քանի որ ընդհանուր պայքարի մեջ են։ Կարենը խնդրել է ըմբռնումով մոտենալ ու ասել է, որ աշխատանքի անցնելու պատճառով է մանդատից հրաժարվում։ Մարտուն Գրիգորյանի խոսքով Բադալյանի մանդատը վայր դնելու թեմայով հեռախոսազրույց են ունեցել նաև Հայրենիք կուսակցության ղեկավարն ու ԿԸՀ նախագահը։ Արթուր Վանեցյանը մի քանի օր առաջ զանգահարել էր կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահին, ով հավաստիացրել էր, որ պետք չի քաղաքական շարժումներ լինի, ամսի 5-ին մենք նիստ կունենանք, ամսի 5-ի նիստով ձեր համապատասխան մանդատը մենք կփոխանցենք ձեզ։ Վահագն Հովագիմյանը Վանեցյան Արթուրը մի քանի անգամ նորից զանգարել են նիստի ընթացքում, որ փորձում են բոյկոտել Պրավալտան նիստը, չի պատասխանել։ Ազգային ժողովի նախագահը չի ընդունում մեղադրանքը, թե ՔՊ-ն Գյումրիում մանդատագողությամբ է զբաղված։ Ում գողանան, ինչի համար գողանան ինչ անեն, իշխանափոխություն անելու համար պետք է այդ մի հոգուն գողանալ, որ իշխանափոխություն լինի, հա։ Լուրջ ասենք մի հոգի որոշել է իր մանդատը դնի, հետո որոշել է հետ վերցնի, հա, այստեղ ՔՊ-ն կբան ունի, ասենք, այստեղ падգամավորներ կան Հայաստան դաշինքից, որ դուրս են եկել խմբակցությունից, падգամավորներ կան, որոնք քաղաքացիական պայմանագրից են դուրս եկել։ Ինչ հիմա ինչ-որ մեկը փորձում է Աղազարյանին, Ասլանյանին եւ Գեգամ Նազարյանին մեկը մյուսից գողանալ, չեմ ասում, որ падգամավորներ կան, որ քաղաքացիական պայմանագրի բանով դարձան քաղաքական գործիչ, հիմա Հայաստան դաշինքում են։ Սիմոնյանը համաձայն չէ նաև գնահատականի հետ, թե Վանաձորում իշխանություն են զավթել ու հաղթած թեկնածու Մամիկոն Ասլանյանի փոխարեն երրորդ ուժի թեկնածուին Արկադի Փելեշյանին նշանակել քաղաքապետի պաշտոնակատար։ Դա նորմալ պրակտիկա է պարլամենտական երկրներում եւ նման տրամաբանությամբ կազմվող միավորների մեջ դա նորմալ տրամաբանություն է։ Իսկ դա ոնց է ալնում, որ Գյումրիում քիչ ձայն հավաքած թեկնածուն, որը 2 անգամ ավելի քիչ ձայն է հավաքել, մնացածը միացան եւ այսօր քաղաքապետ է։ Բա այդ ըլնումա ներողություն Վանաձորինը չի լնում։ Մեր քաղաքախմբակցության անդամներն ու փաստաբանն ընտրատարածքայինում փորձում են պարզել, թե ինչու հանձնաժողովը համայնքի ղեկավարից ստանալով հրաժարականի արձանագրությունը սահմանված 7 օրում իր արձանագրությունը չի կազմել։ Հանձնաժողովում ասացին, որ այլ տեղ աշխատելու պատճառով նախագահը տեղում չէ։ Ոչ ընդմիջման ժամին ենք եկել, ոչ բան, ու շատ պատահական համընկել է, որ ոչ մեկ չկա։ Տիգրան Ղազարյանը հեռախոսով պատասխանեց, որ ինքը եւ հանձնաժողովի մյուս անդամները քաղցարայող են եւ ընտրատարածքային ընտրական հանձնաժողով են գալիս ժամը 18-ից հետո։ Ձեզ ուղարկել են այդ արձանագրությունը, 7 օրն էլ անցել է։ Խնդրում եմ մեր արձանագրությունը տուր տվեք, որպեսզի մեր ավականու մեկի փոխարեն մյուսը համալրի։ Հիմա ձեր չտալու պատճառաբանությունը ո՞րն է, լավ դա գոնե ասեք։ Ես ասում եմ, եթե ինչ-որ մի բան դուք գտնում եք, որ սխալ է, դիմեք կենտրոնական ընտրական հանձնաժողովին։ Անջատեց։ Այս վերաբերմունք չի։
հանրային ծառայությանը։ Արթուր Հակոբյան, Էպիկենտրոն։